Ոչ, ես չեմ ասում մեդալները թե ինչի համար, ինչու կառավարության, որովհետև պատասխանատուն կառավարությունն է իշխող քաղաքական ուժը, քանի որ քաղաքական ուժի վերևում գտնվող ասել Գեղամ Մանուկյանի շեֆը Նիկոլ Փաշինյանը իրան քանի քաղաքական արտահայտություն արել է, այդքան մենք տարածքային կորուստներ եւ զոհեր ենք ունեցել, դա սկսվել է այն դեպքից, երբ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հայտարարեց, որ Հայաստանը Արցախ է եւ Արցախը Հայաստան է եղել, արդյունքում ունեցան 44-օրյա պատերազմը, տարածքային կորուստներ եւ 4000 զոհ, հաջորդը եղավ այն գիծը, որ ասեց ինչ է լինի մենք մեզ պարտված չենք համարի, բայց այդ արդեն համակարգի պղծումը ինքը սկսեց, մյուսը այն էր, որ ասեց միջանց չի լինելու եւ դա մեր համար կարմիր գիծ է, ու այսօր արդեն քննարկում է մեր ինքնիշխան տարածքով հակառակորդ պետության մեքենաների ճանապարհ տրամադրելը եւ խոսում է իրական Հայաստան տերմինից, ուզում եմ հիշեցնել, որ իր այսպես ասած իրական Հայաստանի սուվերեն տարածքում էր, երբ 2022 թվականին մարտական դիրքում հայքին խեղվեց, ինչպես նաև ծնկի եկած անզեն 18-ամյա զինվոր զինծառայողներ գնդակահարվեցին, այդ էլի նույն իրական Հայաստան ասած Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մարտական դիրքերում էր, որտեղ հակառակորդը առաջ խաղացում է գրանցել, որ հասել ջերմուկի մատուցներին, դա ինչու համար եմ շեշտում 18 տարեկան զինվորները, որովհետև ինքը նոր թեզ է առաջ բերել, որ պետք է մեր 18 տարեկան երեխաները դիրքում կանգնեն, նախ երեխաներ չեն, երբ որ համազգեստ են կրում, արդեն դառնում են հայրենիքի պաշտպան զինվոր են նրանք։ Այդ 22 թվականի սեպտեմբերի 13-ի զոհվածների հիշատակի օրը, երբ նրանք ֆեստիվալ անցկացրեցին անտեսելով զոհերի հիշատակը, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին հիշեցին Արցախի հայաթափման գործընթացի մեկնարկը, որին ես ներկա եմ եղել եւ մինչեւ վերջին օրը պայքարել եմ Արցախի անկախության համար, ու ես այդ ազատության կորուստը զգացել եմ եւ գլխիկով դուրս եմ եկել Վերձորի անցակետից։ Այս պատմությունը տոպիկ ասած մի անգամ արդեն տեսել եմ եւ չեմ ուզում որ դա կրկնվի, ու պայքարելու ենք, ես եւ իմ ընկերները մինչեւ պայքարելու ենք ու հասնենք նրան, որպեսզի Հային ու Հայաստանին վերադարձնենք արժանապատվությունը պայքարելու ոգին։